Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի անդամ պարոն Գարեգին Չուկազյանի հետ։ Եվ այսպես պարոն Չուկազյան ազգային ժողովրդարական բևեռը ազդարարեց ընտրություններին մասնակցելու իր որոշումը եւ հրապարակեց դա ապրիլի 3-ն էր հրապարակեց իր հայտարարությունը։ Այդտեղից մի քանի դրվագ ես խնդրելու եմ դրվագի հետ կապված ձեր պարզաբանումները, որովհետև կարևոր կետեր կային այդտեղ։ Եվ այսպես մեջբերում եմ, քաղաքական այն պայքարը, որ այս ընտրությունների օրոք տարվում է, համարում է ազգային ժողովրդարական բևեռը, յուրահատուկ վիճակ է ստեղծել, որտեղ ուժերի որոշակի բաշխում է տեղի ունեցել։ Այս հարցը ես տալու եմ, այդ ինչ բաշխում է տեղի ունեցել ուժերի, ինչի մասին է, ինչն է մատնանշում ԱԺԲ-ն եւ շարունակում ենք եւ այսպես ուժերի որոշակի բաշխում է տեղի ունեցել եւ այդ բաշխումը մեր ուժերին հնարավորություն է տալիս մտնելու այս քաղաքական պայքարի մեջ փորձելով հնարավորինս ազդեցություն ունենալ գալիք ձևավորվող քաղաքական դաշտի վրա եւ կրկին ուրեմն ձևավորվում է քաղաքական դաշտ դա որն է շատ կարևոր է, որովհետև հիմա հենց այդ հարցն են բոլորը փորձում պարզել, այնուամենայնիվ քաղաքական դաշտ, ինչպիսին է Հայաստանի քաղաքական դաշտը, իսկ դուք ասում եք գալիք ձևավորվող քաղաքական դաշտի վրա եք ուզում ուրեմն ազդեցություն ունենալ եւ այն ուղու վրա, որը որդեգրելու է Հայաստանը առաջիկա տարիներին։ Երկու ուղղություն գալիք ձևավորվող քաղաքական դաշտի վրա եք ուզում ազդել եւ այն ուղու վրա, որը որդեգրելու է Հայաստանը, որն է այդ ուղին, համեցեք։ Ուրեմն 20 թվականի հատկապես պատերազմից հետո, բայց նաեւ այն մեր անկախության ողջ ընթացքը, որը բերեց պետության սնանկացման եւ այն աղետին, որին մենք հիմա ապրում ենք այդ աղետի մեջ, հանգեցրել է մի նոր վիճակի, երբ որ թշնամու հետ համագործակցող իշխանություն կա ձևավորվել, ադմինիստրացիա Հայաստանում, դա միջազգային տերմինով կոչվում է կոլաբորանտ իշխանություն, եւ դա այն գերիշխող ուժներ, որը վերջի 8 տարվա ընթացքում իր դիմակները բոլոր գցեց, երկու ընտրությունները հիշում ենք, ինչ լոզունգներով էին իրենք իշխանության գալիս, հետո պատերազմից հետո ինչ էին խոստանում, որ պիտի Արցախը Շուշիին եւ Հադրութը վերադառնա եւ այլն։ Արցախը Հայաստանը հիշում ենք, չէ՞, բոլոր լոզունգները։ Այդ ամբողջ խաբեությունը մի կողմ գնաց, մարդիկ չընդունեցին, որ պատասխանատվություն են կրում այդ աղետի համար, որը եղել է։ Հիմա արդեն դիմակներ չկան։ Հիմա իրենք բացահայտ այն օրակարգը, որը թշնամին փաստորեն հայտարարել է Հայաստանի համար, իրենք իրականացնելու են, լինի դա անկախության հռչակագրից հրաժարումը, նոր սահմանադրություն, այսպես կոչված ընդունումը, 4-րդ հանրապետության ինքնության հարցերը, գիտեք, խորհրդանիշներ եւ այլն, ադրբեջանցիների բերելը եւ այլն։ Հիմա տեսեք, այս ամբողջ արդեն անթակույց է արվում, արդեն դիմակներ չկան, այսինքն մենք գիտենք, որ բացարձակ խաբեբա մի քանի անգամ խափած, խաղաղություն խոստացած, բայց պատերազմ բերած, այն ուժերը, ովքեր զգուշացնում էին, որ պետք է պատրաստվել պատերազմի, որ պատերազմը չլինի, իրենց փաստորեն հարձակման ենթարկած ուժերն են, հիմա նորից հերթական անգամ խափում են իբրև թե կայուն խաղաղությամբ, մի բան, որ իրենք արդեն ապացուցել են, որ այդպես չի եղել եւ չեն կարող հիմնավորել, թե ինչու պիտի լինի։ Անկամ իրենց այդ խոսքը, որ եթե մենք չլինենք սեպտեմբերին պատերազմ կարող է ծագի, դա նշանակում է կայուն խաղաղություն չկա։ Ուրեմն պետք է պատրաստել ժողովրդին այդ վիճակին, անգամ եթե դուք իշխանության չեք լինում։ Եվ այս բացարձակ չարիքի, այսպես դրոշի տակ իրենք փորձում են նորից հաղթել, այսպես ասած, խորհրդանական ընտրություններում, մենք բացարձակ չարիքի հետ գործ ունենք։ Հիմա, արդյոք ինչ որ նորություն կա, որը չկար նախկին ընտրությունների ժամանակ։ Այո, նորություն կա, նորությունը նա է, որ այն աշխարհաքաղաքական ուժերը, որոնք որ նախկինում ավելի ուժեղ էին այս տարածաշրջանում, նրանց դասավորությունը փոխվել է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ավելի նահանջել է, հեռացել է այս տարածաշրջանից, խրվել է իր ներքին խնդիրների մեջ, հիմա նաև տնտեսական խորը ճգնաժամի սկիզբ է սկսվում, նաև ֆրոնտում
ճակատում խնդիրներ են կուտակվել եւ այլն, դժգոհությունները բացահայտ արդեն հնչում են անգամ ավտորիտար Ռուսաստանի պայմաններում Կրեմլի նկատմամբ լուրջ դժգոհություններ կան ներսում։ Իրենք իրենց խնդիրներով են զբաղված եւ այդքան չեն կարողանում զբաղվել տարածաշրջանով։ Իհարկե սպառնում են, ինչ որ խոխորտում են բոլոր կողմերի վրա, հա, եւ Ֆինլանդիային են սպառնում, եւ Լեհաստանին են սպառնում, եւ Կովկասին են սպառնում։ Հայաստանը, որպես իրանց համար նախքին այսպես հարավային կովկասյան տարածաշրջանի երկիր։ Բայց իրականում մենք տեսնում ենք, որ տարածաշրջան մտել են ուրիշ ուժեր, որոնք այս տարածաշրջանում այդպիսի ազդեցություն չունեին։ Նախ եւ առաջ Միացյալ Նահանգները եւ նաեւ Իսրայելը եւ Թուրքիան, որը լցրել էր Ռուսաստանի այսպես հեռանալը իրենով, մենք դա տեսանք Արցախում, մենք դա տեսանք Հայաստանի այս պրոթուրքական իշխանության ամբողջ վարքի մեջ, նրանց զսպող ինչ որ աշխարհաքաղաքական ուժեր են հայտնվել, ինչ պատճառներով, մենք հիմա կարող ենք երկար խոսել դրա մասին, մի ուրիշ հաղորդման կարելի է ամբողջովին նվիրել դրան, թե ինչպես են փոխվում աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան ամբողջ Մերձավոր Արևելքում, ոչ միայն Հայաստանի մեջ, իր արդյունքից Իրանի պատերազմը։ Իհարկե կախված, բայց հենց ոչ թե այստեղ ճիշտ ասած հենց դրա հետ է կապված մեն կանխատեսումները, որը մենք տարիներ շարունակ ասել ենք, որ Ռուսաստանը հեռանալու է տարածաշրջանից եւ դրան պետք է պատրաստվել եւ տարածաշրջանում Հայաստանը իր առաքելությունը պիտի նոր սահմանի, լինելով փոքր ուժ, փոքր պետություն, բայց ինքը նոր տարածաշրջանի այդ նոր հակասությունների մեջ կարող է որոշակիորեն միջնորդի անգամ դեր կատարել այն հակասությունների, որոնք պարբերաբար պատմության մեջ Հայաստանը կատարել, հայ ժողովուրդը կատարել է եւ բոլորը այդ ընդունում են որպես պոզիտիվ դեր։ Հիմա շատերը ասում են, ախր մենք փոքր ենք, ինչու պիտի մենք խառնվենք այդ մեծերի խնդիրներին եւ այլն, այդտեղ մոռանում են, որ դու եթե քաղաքականությամբ չես զբաղվում, ապա քեզնով քաղաքականությունը կզբաղվի եւ ըստ իրենց շահերի, ոչ թե քո շահերի, այսինքն դու պիտի սահմանես քո շահերը քո համար, հասկանաս քո կարմիր գծերը եւ միաժամանակ ճկուն լինես այդ խնդիրներին, նպատակներին հասնելու համար։ Բայց եթե դու հրաժարվում ես քո նպատակներ ունենալուց ու քո խնդիրը ընդհանրապես ֆլուգեր լինելն է, հարմարվել այս կամ այն պահի ուժեղ ուժին եւ ըստ դրա շարժվել, ուրեմն դու ոտատակ կգնաս, վաղ թե ուշ։ Այսինքն ինքնիշխանությունից հրաժարվել, ինքնիշխանությունը կապված չի ինչպես եւ արժանապատվությունը քո ունեցած ակտուալ ուժից։ Դա կախված է նաեւ քո սուբյեկտիվ նպատակներից եւ այն ասիմետրիկ նաեւ պայքարի հնարավորությունից, որ միշտ մարդիկ կամ ազգերը, հասարակությունները ունենում են, եթե իրենք հասկանում են, որ իրենք ինքնուրույն են Աստծո կողմից ստեղծված եւ ինքնություններ են։ Հիմա ես վերջացնեմ։ Այսինքն ձեր հարցը, թե մենք ինչպես ենք տեսնում նոր իրավիճակը Հայաստան, մի կողմից արտաքին ուժերի ազդեցությունը, մյուս կողմից ներսում քաղաքական իրավիճակի փոփոխությունը, որովհետև ներսում ժողովուրդը հասկացել է ում հետ գործ ունի, արդեն 61%-ը վերջի անգամ իրենց ուրեմն սոցիոլոգիան ցույց է տալիս, որ բացարձակապես չի ընդունում, իր տոկոսները ընդամենը 17% է մաքսիմումը, որ ժողովրդի մեջ կարող է ունենալ։ Եվ այդ պարագայում մենք նաև ներքին իրավիճակի փոփոխություն ունենք։ Այդ ներքին իրավիճակում հայտնված ուրեմն իրար չեզոքացնող արտաքին ուժերը մի կողմից, մյուս կողմից ներքին ժողովրդի հասունացումը քաղաքական իմաստով հնարավորություն է տալիս, որ նոր ճակատ առաջանա դիմադրության, ինքնիշխանության։ Այսինքն երրորդ ճակատ, եթե մի կողմից առաջ ռուսական ուժեր էին, մյուս կողմից միայն այսպես պրոթուրքական ուժեր էին, որոնք արևմտյան դիմակով էին հանդես գալիս, բայց իրականում Թուրանի ծրագրի մաս էին պատրաստ դառնալ, հիմա կա երրորդ ինքնիշխան Վևերի իսկապես պահանջարկ։ Իհարկե դեռ չկա այդ հավատը, որ դա հնարավոր է, որտեղ մարդիկ շատերը իսկապես այդ ասիմետրիկ պատերազմը չեն հասկանում, այկիդո չեն հասկանում մարտարվեստի մեջ, որ փոքր ուժը մեծ ուժի հետ ինչպես պիտի պայքարի, բայց
նրանք ովքեր սիրտ ունեն, որ հասկանում են, որ այսպես շարունակվելով մենք եթե այս իշխանությունը մնա, մենք առհասարակ ոչ թե պետականություն չենք ունենա, մենք ինքնություն չենք ունենա։ Մենք անդեմ, անարժեք, որևիցե նպատակ ու առաքելություն չունեցող մի հատ հումուս կդառնանք, որին այս կամ այն կողմը կյուրացնի, որպես հումուս ընդամենը։ Բայց կա նաև ներքին լատենտ, այսինքն թաքուն պահանջ այդ արժանապատվության, այդ արդարության, հիմա մարդիկ ասում են, ինչ արդարություն, ինչ բան, ուժերն են որոշում, ռեալ պոլիտիկն է ուժում, այո, դա է որոշում, բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ այդ մեծ ուժերը մեկը մյուսին սկսում են չեզոքացնել, ով կանգնեցրեց, ասենք, Սյունիքի ագրեսիան։ Թուրքերը պատրաստ էին, չէ՞, այդ ագրեսիային, հայտնվեց ինչ-որ ուժ, որը կանգնացրեց, ինչ-որ ժամանակով, երաշխիքներ չկան, բայց գոնե ինչ-որ կռվան եղավ, որոշ ժամանակ խաղաղություն ստանալու։ Ուրեմն կա ինչ-որ մի բան, որը արտաքին ուժերի է կախված, բայց նաև ներքին փոփոխություն։ Այս ներքին եւ արտաքին ուժերի գումարի պատճառով մենք ասում ենք, որ ձևավորվում է մի նոր իրավիճակ, նոր տարածաշրջանային ուրեմն ճարտարապետություն անվտանգության, նոր ճանապարհների բացվելու, խնդիր է բացվելու Հնդկաստանից դեպի Եվրոպա եւ այլ։ Եվ ինքնիշխանության, դուք ինքնիշխանություն բառը օգտագործեցիք, ինքնիշխան Հայաստան։ Իջոց բանալի բառ է։ Այո, ես դրա համար այդ բառը դուրս բերեցի եւ դրա շուրջ ենք մենք հետո խոսելու։ Շարունակեք, դա Հնդկաստան այդ ուղին է, հա, այդ ներողություն այդ երկրների հետ համագործակցությունն է։ Հա, իհարկե, եւ այստեղ երբ որ մենք խոսում ենք պետության հնարավորության մասին, որովհետեւ շատերը Հայաստանում չեն հավատում պետության գոյության հնարավորությանը։ Մենք պիտի խոսենք նրանից, պետություն ասածը ինչ է, պետություն նախ եւ առաջ անվտանգության հնարավորությունն է, չէ՞, այսինքն որ դու կարող ես ռազմաքաղաքական հավասարակշռություն ստեղծել եւ դրա համար անհրաժեշտ չի որ դու մեծ ուժ լինես, դրա համար անհրաժեշտ է որ այդ չեզոքացնող ուժերը լինեն, որ հավասարակշռություն առաջանա եւ դու հասկանաս թե քո ճամբարը որն է այդ ամեն ինչի մեջ։ Այդ անվտանգության համար քեզ պետք է տնտեսություն, որը ապահովի քո ռազմաքաղաքական այդ մինիմումը, որը քեզ անհրաժեշտ է, իսկ այսօր իմիջիալուց այդ մինիմումը իջել է, որովհետև դրոնային պատերազմներում շատ ավելի փոքր գումարներով կարողանում ես շատ ավելի մեծ վնաս հասցնել ագրեսորին, եւ երրորդը անհրաժեշտ է արդարություն, որովհետև այդ հավելյալ արժեքը ժողովուրդը չի ստեղծի, որպեսզի ապահովի անվտանգությունը, եթե չկա արդարություն, եթե թալանում ես ժողովրդին։ Այս երեքի իման վրա պետություն է առաջանում։ Ինքնիշխանությունը հենվում է այս երեք հիմնասյունների վրա։ Հիմա կա այդ հնարավորությունը այսօրվա տարածաշրջանում Հայաստանը ունի, իհարկե ունի, տեսեք որ 4 կողմը փոթորիկ է, հարավում, հյուսիսում եւ այլն, բայց ուժերի այնպիսի դասավորություն է, որ մենք այստեղ կարողանում ենք շարունակել մեր խաղաղությունը եւ անգամ ընդունում ենք գաղթականներ թե Ռուսաստանից, թե Պարսկաստանից եւ այլն, այսինքն այդ հնարավորությունները թույլ են տալիս օբյեկտիվ պայմաններ, բայց դու ունես քո ծրագիրը եւ առաքելությունը տարածաշրջան, որի մասին հայտարարում ես, քո ինքնիշխան ծրագիր, թե դու պատրաստ ես ուղղակի կամ Արևմուտքի կամ Ռուսաստանի դուդուկի տակ ապարելու։ Այս պահանջը, նոր այս պահանջը, որը առաջացել է, պահանջ է ստեղծում քաղաքական այդ խոսքի։ Մենք մշտապես, մենք նոր ինչ-որ կուսակցություն չենք, որ ընտրության ժամանակ հայտնվում է, հետո տարիներով կորում է։ Մենք մշտապես գործել ենք ինքնիշխանության դրոշի տակ։ Եվ աջ, եւ ձախ, եւ Արևմուտք, եւ Ռուսաստան մեր խնդիրը եղել է ինքնիշխանության ապահովումը։ Մենք բնականաբար հասկացել ենք, որ բանալիները անվտանգության Ռուսաստանում չեն այլևս եւ փորձել ենք մեր ժողովրդին հասկացնել, որ պետք է այլ ուժերի հետ այսօր աշխատել, որպեսզի հավասարակշռել։ Հիմա արդեն այդ մեր գաղափարը բոլորի համար, մեծամասնության համար ժողովրդի արդեն ընկալելի է դարձել։ Ընդամենը մի քանի նախորդ ընտրությունների ժամանակ, երբ որ խոսում էինք դրա մասին, նույն Վարուժան Ավետիսյանը, որը մեր վարչապետի տեխնացուն էր առաջի 2018 թվականին, նա խոսում էր եւ մարդիկ ասում էին դուք պատերազմ եք ուզում, դուք Մինսկի խումբը ուզում եք, այսպես ասեք, քանդել, հա? Եվ պարզեց, որ ինչ, պարզեց, որ Մինսկի խումբը եւ պատերազմը քանդեց այն իշխանությունը, որը խոսում էր խաղաղությունից, ոչ թե խոսում էր պաշտպանական նոր ձևով կազմակերպելու մեր անվտանգության հարցերը։
Ուզեմ ասել, մենք նոր չենք հայտնվել ինքնիշխանության մեր ուրեմն քարոզով, բայց այսօր այդ ինքնիշխանության համար շատ ավելի հստակ բոլորի համար հասկանալի է դառնում, որ հնարավորություն կա։ Եվ այսպես փորձենք ամփոփ ներկայացնել ձեր տրամաբանությունը եւ եթե ես սխալ ինչ-որ բան ասեմ, դուք շփվում եք։ Ռուսաստանը գնում է տարածաշրջանից իրավիճակի։ Արդեն հեռացել է, բայց մենք խոսում ենք ընտրությունների մասին, ճիշտ է։ Դեռ այդ տրամաբանության մեջ է։ Այո, դեռ ունի լծակներ, այո։ Դեռ ունի լծակներ եւ պրորուսական ուժեր, որոնց մասին եւ Պուտինը խնդրեց եւ բացահայտեց այն ինչ որ խոսվում էր Հայաստանում, բացահայտված էր այսպես Հայաստանում նա ավելի բացահայտ ձևով ներկայացրեց, այդ պրորուսական ուժերը, ինչպես բոլորս, չգիտեմ, համենայն դեպս բոլոր վերլուծաբանները նշում են, եթե ոչ առաջին, ասում են առաջինը դե Փաշինյանն է անցնելու, երկրորդը Սամվել Կարապետյանն է, որի ընդ որում ընտրական ցուցակ 30 հոգանոց եղավ, առաջին համարում Սամվել Կարապետյանը չէր։ Ինչպես հիշում եք, գիտեք, Նարեկ Կարապետյանն էր։ Եվ այսպես Ռուսաստանը գնում է, բայց ունի պրորուսական ուժեր, որոնք մրցակից են համարվում այսօր իշխանություններին։ Դուք ասում եք նրանք գնում են, եկել են նոր ուժեր, Միացյալ Նահանգներ նշեցիք, Իսրայել նշեցիք եւ Թուրքիա նշեցիք։ Եվ իմ հարցն է այ ձևակերպումը, արդյոք դա ներկայացնում է Փաշինյանը։ Ով է ներկայացնում այդ նոր ուժերին։ Դա առաջին հարցն է։ Երկրորդ հարցը, այդ որ Ռուսաստանը գնաց նոր ուժերը եկան, այդտեղ Հայաստանից որևիցե բան կախված էր, թե ոչ։ Երկրորդ հարցը դուք ասում եք, անգամ եթե կախված չէր, մենք պետք է նոր ուժերին, դուք ժխտում եք, որովհետև Փաշինյանն է Միացյալ Նահանգներ, Իսրայել, Թուրքիա, դուք այդ երեքը իրար հետ համարում եք բացասական, դուք ինչ-որ խնդիր ունեք դրա հետ, եկեք դա ճշտենք հետո շարունակենք։ Մի քանի հարցեր տվեցիք, եկեք հերթով գնանք, որովհետև դեռ չեմ վերջացրել։ Շփոթ չառաջանա։ Լավ, հիշենք, որ ես դեռ երրորդ ձեր ինքնիշխան ուժի մասին պետք է խոսենք։ Ինքնիշխան Հայաստան կերտող ուժի մասին պետք է խոսենք։ Սկսենք նրանից, որ ասեցիք Ռուսաստանը հեռացավ, ով լցրեց այդ իր ազդեցության։ Չէ, Ռուսաստանը հեռացավ տարածաշրջանից, բայց Հայաստանում կարծես թե նա պրորուսական իր ուժերով բավականին ուժեր դիրքեր դեռևս հույսեր կա, որ ուժը կպարի։ Հիմա հենց դրան եմ ուզում անդրադառնալ։ Տեսեք, ակնհայտորեն ինք ոչ միայն Հայաստանից հեռացավ, այլ Մերձավոր Արևելքում, Սիրիայում տեսանք, թե ինչպես հեռացավ, նույն Պարսկաստանի հետ կապված տեսնում ենք ինչ զգուշություն ունի Ռուսաստանը, չնայած, ասենք, գրմռում է երբեմն, երբ որ Կասպից ծովում հարվածներ են, ասենք, լինում, բայց այնուամենայնիվ ինձ չի խառնվում, այսպես հեռու է մնում այդ ամեն ինչը։ Գիտեք դրա պատասխանը։ Ես ուզում եմ վերջացնել միտքս։ Ակնհայտ է այդ նահանջը, այսինքն այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Մի բան, որի մասին մենք միշտ խոսում ենք, որ իրենք նահանջելու են, որտեղ չունեն այն ծրագիրը, առաքելությունը ժամանակակից աշխարհում, որը առաջ ուներ սովետական միությունը եւ գնալով կորցնում են։ Չկա նոր ինչ որ գաղափարներ, որ Ռուսաստանից գա։ Աշխարհում այսօր Միացյալ Նահանգներ, Չինաստան մրցակցությունն է աճել եւ Ռուսաստանն ընդհանրապես դրա արանքում է հայտնվել։ Հիմա այս տարածաշրջանում գնում է այդ ուժերի, այս խոշոր ուժերի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի պայքարը։ Եվ այդ պայքարը առաջիկա տարիներին, մի քանի տարվա մասին է խոսքը, 2-3 տարվա ընթացքում շատ լուրջ գնում է արհեստական բանականության շուրջ, որովհետև դա փոխում է ռազմական ուժերը, սպառազինության ձևերը, մենք տեսնում ենք այս պատերազմներում վերջի ինչ որ եղավ, եւ այն նոր զենքերը, որոնք հայտնվելու են առաջիկա 2-3 տարում, դա խոշոր փոփոխություն է բերում համաշխարհային այդ ուժերի մեջ։ Եվ այստեղ երկու մրցակից կա, անգամ Եվրոպան մրցակից չի այս իմաստով, այս ուժերի մեջ, որտեղ արհեստական բանականության մեջ այս երկուսն են մրցում։ Հիմա այն պահանջարկը, որը էներգիա է առաջացել է արհեստական բանականության հետ կապված, տարեկան 30% աճ է պահանջվում, որպեսզի դու հասցնես այդ մրցավազքին։ Եվ այդ էներգիայի համար հիմա գնում է պայքար թե Լատինական Ամերիկայում, որ ասենք Միացյալ Նահանգները գնում է եւ Վենեսուելային կտրում է Չինաստանից, թե Մերձավոր Արևելքում, որը տեղի է ունենում ոչ միայն Պարսկաստանի հետ կապված, այլև ամբողջ արաբական թերակղզու ռեսուրսների համար է գնում։
եւ այն պատերազմի ընթացքը, որ մենք տեսնում ենք, հանգեցրել է նրան, որ փաստորեն թույլ չի տալիս, որ այդ Ամերիկան փորձում է կառավարել այդ էներգիայի ելքը տարածաշրջանից եւ իրեն հաջողվում է դա, որտեղ ինքը կախված չի այդ էներգիայից, բայց Չինաստանը եւ Ասիան կախված է։ Ուրեմն այս է պատերազմի տրամը, պատերազմը ինքնանպատակ չի։ Կարող է Իսրայելը իր խնդիրներ ունի Իրանի հետ կապված անվտանգության, բայց Միացյալ Նահանգների համար մեծ խնդիրները դա Չինաստանն է։ Եվ քանի որ նոր ճանապարհների խնդիր է բացում, թե այդ էներգիան ինչպես պիտի հոսի եւ այլն, Իսրայելը իր ձևով Միացյալ Նահանգների հետ համաձայնության է եկել Աբրահամյան այդ համաձայնագրով բերել նավթագազամուղերը դեպի Իսրայել, հենց Հորմուզի նեղուցից եւ այդ ամբողջով փորձել կառավարել տարածաշրջանի էներգիան, բայց նաեւ կան այլ ճանապարհներ, այդ այսպես ասած այդտեղ մրցակցող հիմնական ուժը Թուրքիան է, որ ուզում է որ իր վրայով անցնեն այդ բոլորը եւ այդտեղ հայտնվում է ռեգիոնալ հակասություն, լուրջ հակասություն է առաջանում, որը առաջ չկար, որտեղ դա տարիներ առաջկա տասնամյակների համար որոշելու է ուժերի բաշխումը տարածաշրջանում եւ դա հանգեցրել է լարումների, թե ուրեմն միջերկրական ծովի արևելյան մասում Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի եւ Թուրքիայի միջև եւ թե Մերձավոր Արևելքի մյուս մասերում, ինչպես օրինակ Սիրիայում ենք տեսնում, քրդերի հարցն ենք տեսնում եւ նաեւ Կովկասում ենք տեսնում այդ բաները։ Աբրահամյան համաձայնագրին Թուրքիան չի հրավիրվել որպես կողմ։ Ի տարբերություն պատերազմի մեջ գտնվող Իրանի, հասկանում եք, սա պետք է հասկանալ եւ տեսնել, այսինքն այսօրվա պատերազմի մառախուղը, որը թույլ չի տալիս դետալները հասկանալ, որովհետեւ դեզինֆորմացիա է երկկողմանի գնում, թե ով հաղթեց, ով գնաց եւ այլն, բայց արդյունքում նոր իրավիճակ է առաջանում տարածաշրջանում, որը կապված է հիմա ասած տրամաբանության եւ առանցքի հետ, Ամերիկա, Չինաստան։ Հիմա այս բոլորի մեջ Հայաստանի համար հնարավորություններ են բացվել արտաքին, որպեսզի չեզոքացվի այն պրոթուրքական ազդեցությունը, որը լցվել է Ռուսաստանի հեռանալուց հետո։ Եվ այդ օբյեկտիվորեն առաջացել է հենց նույն Տրամպի այդ միջանցք ասած տեսքով։ Դա չի նշանակում, որ ձևավորվել է վերջնականապես նոր ճարտարապետությունը։ Ինքը ձևավորման ընթացքում է։ Եվ ինչպես տեսնում ենք, ոչ ոք չի ուզում այսպես անգամ Միացյալ Նահանգները անդադ խոսում է, որ հա հիմա այս կանեմ, այն կանեմ, կպայթացնեմ, բայց վերջում բանակցությունների գնում է Իրանի հետ, որտեղ իրենց պետք է Իրանը, իրենց պետք է որ ուղղակի Իրանի հետ կարողանան համաձայնության գալ այդ էներգիան, ինչպես են թողելու դեպի Ասիա կամ դեպի Եվրոպա։ Սա է պատերազմը ինքնանպատակ չի, իրար ոչնչացնելու համար չի։ Ես հիմա ուզում եմ ասել, մեր համար փաստորեն հայտնվում է Հայաստանում այդ արտաքին հակասությունը, երբ որ Միացյալ Նահանգներ Իսրայել զույգը որոշակիորեն կանխում է թուրքական ազդեցությունը Հայաստանում, որը այսօրվա իշխանությունն է։ Եվ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, որը լծակներ ունի, փորձում է դեռ այդ խաղի մեջ մասնակից լինել։ Եվ իր բնականաբար հետ կապ ունեցող քաղաքական ուժերի հետ, բայց անգամ այդ ուժերը քաղաքական հետաքրքիր է, որ որոշակի ինքնուրույնության ավելցուկ են ցույց տալի, քան նախորդ լծակներ ունեցող ռուսական ուժերը։ Հիշում եք, ասենք նույն Քոչարյանի համեմատ մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը արդեն խոսում է ոչ միայն ռուսական ազդեցության մասին, չնայած խոսում է, բայց նաև այլ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ բացահայտ դրա մասին հայտարարում է։ Սա չի նշանակում, որ ինքը կապերը կտրել է Ռուսաստանի հետ։ Ուղղակի այստեղ մենք պետք է նկատի ունենանք, որ գոնե երևութապես ինքը չունի այն հակազգային դրոշը, որը բարձրացրել է Նիկոլը, ազգային արժեքների, եկեղեցու եւ այլն վերաբերյալ։ Այսինքն եկեղեցու նկատմամբ ասենք այդ հակազգային արշավը, որը սկսվել է, այդ իմաստով Սամվել Կարապետյանի մոտ նման բան չկա։ Ինքը չունի այդ բոլշևիկյան մոտեցումը նեոբոլշևիկյան, որը ունի իշխանությունը, բայց իհարկե այն ինչ որ եղավ ապրիլի 1-ի այդ հանդիպման ժամանակ կամ 31-ներ, 1-ներ մարտի Կրեմլում, ես կարծում եմ դա ցույց է տալիս թուլությունը հենց լծակների ռուսական այդ կապերը ունեցող ուժերի թուլությունն է ցույց տալի, որովհետև
Այն արձագանքը, որը մենք լսեցինք Սամվել Կարապետյանից, ես կարծում եմ չափազանց թույլ էր, որովհետև նա հենվում էր ոչ թե ինքնիշխանության գաղափարի վրա, այլ տնտեսական կայունության, եւ այս խնդիրը իր համար շատ լուրջ խնդիր է, որովհետև եւ այստեղ է հայտնվում հենց կարեւորությունը մեր նման ուժի, որը լծակը բարձրացնում է ինքնիշխանության, ասում է, որ ինքնիշխանության վրա պետք է հենվենք, ոչ թե վախեցնենք պատերազմով կամ տնտեսական շանտաժով, այլ ասել, որ մենք այստեղ որոշակի կարևորություն ունենք այս տարածաշրջանում եւ մեր հետ հաշվի են նստում շատ մեծ ուժեր։ Տեսեք, պատահական հո չի, որ Վենսը գալիս է Հայաստան պատերազմից առաջ։ Պատահական հո չի, որ Լեհաստանի նման երկիրը, որ շատ հեռու է մեզանից, հանկարծ որոշում է հայկական հեռուստաժամ ունենալ, որովհետեւ Հայաստանը, չնայած իր փոքրությանը, ունի շատ լուրջ լծակներ այս տարածաշրջանի այս անկայունության ժամանակ միջնորդ լինելու տարբեր արևմուտքի, արևելքի միջև եւ եթե պատմականորեն նայենք, մեր բոլոր վերելքները կապված է եղել այդ միջնորդական առաքելություն կայացնելու հետ։ Ուստի այստեղ պետք է մեզ հաջողվի որպես քաղաքական ուժ համոզիչ լինել մեր ժողովրդի համար, որ կա հնարավորություն, որպեսզի դու լինելով փոքր ուժ, ինքնիշխան ուժ լինես այստեղ։ Եվ Կիլիկյան դրա փայլուն օրինակն է եղել, չէ՞ ժամանակին։ Փոքր երկիր էր, բայց մոնղոլական ահռելի կայսրության եւ խաչակիրների միջև միջնորդական բաներ դեր էր կատարում, բայց միայն Կիլիկյան չի։ Ես նույն ձևով կարող եմ ասենք անկամ անկախության կորուստի դեպքում խոջայական մեր այդ կապիտալը, որը գոյություն ուներ, միջնորդի դեր էր կատարում արևելքի եւ արևմուտքի միջև արդեն պետություն չունենալու անգամ պայմաններում, չէ՞։ Իշխանություններն ու թագավորները նստում պայմանագրեր էին կնքում իբանի նոր ջուղայի խոջայական այդ ցանցի հետ պայմանագրեր այն ժամանակ ուրիշ էր աշխարհը հիմա ուրիշ է հիմա էլ կա այդ հնարավորություն մենք այսօր տեսեք Հայաստանին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես իր հաջողությունն այդ արհեստական բանականության գործարանի բերելը բայց մոռանում է որ արհեստական բանականության համար սերունդներ են աշխատել Հայաստանում կադրեր են ստեղծվել 1962 թվականին առաջին ինստիտուտն է ստեղծվել Հայաստանում արհեստական բանականության Մերգելյանի կողմից որ այսօր այդ հնարավորությունը լինի որ տարածաշրջանային ոչ թե Հայաստանի այլ տարածաշրջանային Եվրոպայից մինչև Սեուլ ամենամեծ գործարանը բերվի դրվի Հայաստան սա իր շնորհքը չի սա այդ բանի շնորհքն է այսինքն մենք մեր հետ կապված սա գիտենք որ գիտեք ինչ սա սովորական տնտեսական ծրագիր չի, սա պետդեպարտամենտի հաստատումով է գնում, որովհետև այն պրոցեսորները, որոնք բերվելու է Հայաստան եւ բերվում է արդեն, դրանք արգելված պրոցեսորներ են, թե Ռուսաստան գնալու, թե Իրան գնալու, թե Չինաստան գնալու համար, բայց այսինքն այդ կարևորությունը Հայաստանը սկսում է ունենալ տարածաշրջանային։ Հիմա եկեք հասկանանք Արդյոք Նիկոլ Փաշինյանը իսկապես արևմտյան այդ ուժերն է ներկայացնում, թե պրոթուրքական ուժերն է ներկայացնում։ Այո, դիմակով ինքը արևմտյան է։ Իր հետ աշխատում են արևմուտքից Վենսը գալիս է պաշտպանում է եվրոպացիներն են հեսա գալու ընտրություններին աջակցեն եւ այլ եւ այլ։ Բայց հասկանանք չէ որ այս ձևավորվող աշխարհում, որը հիմա ձևավորվում է մի կողմից արևմուտքում պայքար է գնում ուժերի, հենց ու Միացյալ Նահանգների միջև, եւ նաեւ տարածաշրջանում մանևր անելու խնդիր կա։ Նույն Վենսը, երբ որ գալիս է Երևան, ինքը գնում է հուշարձանը Եղեռնի, եւ հաջորդ պահին լուսանկարները հանում են։ Եվ հետո ասում են, որ դե գիտեք, այդպես ստացվեց, բայց այդպես չի ստացվել, այդպես մտածվել է։ Երկու միաժամանակ երկու մեսեջ է գնում, երկու խոսք է ասվում։ Հակաթուրքական եւ պրոթուրքական։ Հանում ենք պրոթուրքականա, բայց գնում ենք հակաթուրքականա, չէ՞։ Այդ մանևրներն է գնում հիմա Հայաստանում։ Բոլորը հասկանում են, երբ որ կձևավորվի այս պատերազմից հետո նոր ճարտարապետության ուրվագիծը, Իրանը դառնալու է արևմուտքի հետ աշխատող երկիր։ Իսկ Թուրքիան դառնալու է մի երկիր, որի հետ հակասությունները խորանալու են։ Եվ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը այլևս այդքան անհրաժեշտ չի լինելու որպես պարտներ։ Հիմա խնդիրը ինչ է, որ
նոր ուժը, որը, այսինքն մենք խոսում ենք Սամվել Կարապետյանը, որը չկար, ունի որոշ ճկունություն նախորդ պրոռուսական ուժերի համեմատ, որոշ, բայց օրինակ իր վերջի հայտարարությունը, ես կարծում եմ, իսկապես իրեն խփող հայտարարություն էր, որովհետև ինքը ոչ թե կառուցեց իր խոսքը ինքնիշխանության վրա, այլ կառուցեց կախվածության վրա Ռուսաստանից։ Ռուսաստանից տնտեսական։ Եվ հենց այդ պատճառով է, որ երրորդ ուժի անհրաժեշտություն կա։ Ես երրորդ ուժ ասելով ես չեմ ասում, որ մենք իրատես չենք, մտածում ենք մենք հաղթելու ենք այս ընտրություններում գանք իշխանության։ Ոչ, մենք հենց հայտարարության մեջ ասել ենք, որ մենք ունենալու ենք վճռական ազդեցություն նոր ձևավորվող դաշտի վրա։ Այլ կերպ ասած, դուք ուզում եք ասեք, որ մեծ հարց է, այո, գուցե կախված չէ Միացյալ Նահանգներ, Չինաստան, հակամարտություն, կախված չէ Հայաստանից, կախված չէ, որ Ռուսաստանը նահանջում է եւ գալիս են այլ ուժեր, բայց կախված է Հայաստանից, այն թե ինչ է առաջարկում Հայաստանը ֆլուգերը, ինչպես նշում եք դուք, թե Հայաստանը կարող է ունենալ իր ծրագիրը, իր առաջարկելիքը, իր, այո, ինքը ոչ թե հարմարվի իրավիճակին, թե ինչպես կավարտվի Իրանը, այսպես կավարտվի, այսպես կշարունակվի Հայաստանի վիճակը, այնպես կավարտվի, այնպես կլինի, այլ ինքը ունենա եւ դրա մասին է դուք խոսում եք, որ ուղի, որը որդեգրելու է Հայաստան առաջիկա տարիներին, այդ ինքնիշխանություն քիվորդն էլ որ ասում եք օգտագործենք, ինքնիշխանության տրամաբանության վրա կառուցված առաջարկ աշխարհին Հայաստանի կողմից, որը առ այսօր գոյություն չունի, իշխանության կողմից չունի եւ ցավոք սրտի մենք չենք տեսնում որից է այլ ուժի կողմից, որի հետ մենք միանայինք։ Դրա համար մենք որոշեցինք ինքնուրույն մասնակցել, որովհետեւ այն խոսքը, այն գաղափարախոսությունը, որը մենք բերում ենք, բոլորինն է, սա միայն Բևեռի համար չի, մեր հայ ժողովրդի համար է։ Միակ բանը, որը իշխանությունը հարցնում եմ հարցի տեսքով առաջարկել է աշխարհին, դա այդ խաղաղության խաչմերուկն է, որը պարզապես փոքրիկ պրոյեկտ է, ոչ թե այն, ինչ է առաջարկում Հայաստանը աշխարհին, որպես դա հերթական խաբեությունն է խաղաղության անվան տակ։ Ինչ ես արդեն ասացի, որ երկու ընտրություններում իրենք խաղաղությունից խոսել են, բերել են պատերազմ, հետո բերել են աղետը 23 թվականի, խոստացել են Արցախը Հայաստան, հետո խոստացել են Շուշին պատերազմից հետո արդեն պարտվելուց հետո, որ Շուշին եւ Հադրութը նորից կվերադառնա, ոչ մի խոստում չեն կատարել։ Հիմա որևիցե մենք հիմք չունենք այս խաբեբայությանը նորից հավատալու, որ մենք իրենք կայուն խաղաղություն են բերել։ Բարև ձեզ Նատինգայան է, բարև ձեզ պարոն Շուքաջյան, ողջունում ձեզ հրավեր Գլենդելից։ Պարոն Շուքաջյան, իմ հարցը կապված է ձեր մի կոմենտի ձեր կողմնորոշման հետ կապված մեր աշխարհաքաղաքականը։ Դուք նշեցիք, որ մենք պետք է լինենք միջնորդ, նշեցիք այդ հավասարակշռման պահը եւ որ մենք չպետք է բարենք ոչ միայն արևելքի, այլ արևմուտքի դուդուկի տակ։ Իդեպ մի բան ասեմ, Կիլիկիայի օրինակը բերեցիք։ Կիլիկիան, ինչպես գիտեք, կործանվեց։ Ես համոզված եմ, որ դա լավ օրինակ է։ Բայց գալով մեր ժամանակները, դուք ընդունեցիք, որ եւ Արևմուտքը եւ Իսրայելը երաշխավորում են մեր ինքնիշխանությունը ընդդեմ Թուրքիայի 3 տարի Սյունիքը փրկվում է Եվրոմիության, Եվրադիտորդների եւ Միացյալ Նահանգների թրիփի շնորհիվ։ Արևմուտքը երաշխավորում է մեր անկախությունը եւ նրանք հետաքրքրված են նրանով։ Կուզենայի իմանալ, երբ դուք ասում եք, որ մեր լավագույն ուղին միջնորդ լինելն է, միջնորդին չեն տալիս զենք, չեն հզորացնում են դաշնակցին։ Արդյոք բացի միջնորդի առաքելությունից դուք տեսնում եք մեզ որպես դաշնակից այն ուժերի, որոնք ցանկանում են պաշտպանել մեր ինքնիշխանությունը, Արևմուտքը, Իսրայելը եւ այլն, որոնք տեսնում են մեր կարեւորությունը։ Թե մենք պարզապես պետք է լինենք միջնորդ, եւ եթե լինենք միջնորդ, ով մեզ պետք է հզորացնի, ինչու պետք է Արևմուտքը մեզ շահագրգռված լինի ենթադրենք զենքով կամ այլ ձևով օգնելու, ինչպես օրինակ օգնում է Իսրայելին, որը միջնորդ չէ, հիշեցնեմ, Իսրայելը միջնորդ չէ, Իսրայելը դաշնակից է եւ փայլուն կատարում է այդ դերը եւ ունենում է հաջողություններ։ Դուք տեսնում եք մեզ դաշնակից բացի միջնորդ լինելով Արևմուտքի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Երկու կարևոր կետի մասին կուզենայի խոսել։ Նախ
Ես չասեցի, որ արևմուտքը երաշխավոր է մեր խաղաղության, ես ասեցի, որ խաղաղության կռվան են այսօր, իրենք կարողացան որոշակիորեն կանգնեցնել են ագրեսիան, որը Սյունիքի նկատմամբ նախատեսված էր անցյալ ամռանը, դրա մասին պաշտոնապես նաև հայտարարվել է տարբեր տեղեր, նաև Միացյալ Նահանգների կողմից, երաշխիքներ չունենք ցավոք, ես կուզենայի, որ երաշխիքներ լինեին եւ ես կուզենայի, որպեսզի մենք այո, դա մեր ուժի, մեր քաղաքական ուժի ոչ թե այսօրվա, այլ տարիներ շարունակ մենք ասել ենք, որ մենք Միացյալ Նահանգների հետ ոչ ՆԱՏՕ գլխավոր դաշնակցի կարգավիճակ պետք է ձեռք բերենք։ Երբ որ ես ասում եմ միջնորդ, այո, ես օրինակը հենց Կիլիկիայի օրինակով բերեմ, նախ ձեզ համաձայն չեմ ձեր հետ, որ դա վատ օրինակ է, որտեղ 300 տարի պատկերացնում եք, մենք մեր երկիրը այսօր 30 տարեկան է եւ մենք տեսնում ենք թե ինչքան դժվար է անկախությունը պահել։ 300 տարի այն դեպքում, երբ որ ամբողջ մերձավոր արևելքը եւ աշխարհը, այսպես ասած, պայքարների պատերազմների մեջ է եղել, այդ մարդիկ կարողացել են այդ երկիրը կայուն պահել։ 300 տարի, եթե մենք 300 տարի կարողանանք Հայաստանը անկախ պահել, պատկերացնում եք ինչ ծաղկած երկիր ենք ունենալու։ Այո, հետո ցավոք սրտի շատ բաներ տեղի ունեցան, մենք կորցրեցինք այդ բանը, բայց պատմությունը այդպիսի աբերելքներ եւ վայրեջներ գիտի։ Հիմա նայենք այդ հաջող օրինակը այդ 300 տարվա, ինչի շնորհիվ էին իրենք մնում։ Իրենք չդադարեցին քրիստոնյա լինելուց, իրենց եկեղեցին շարունակեց մնալ կարևորագույն աշխարհի քրիստոնեական եկեղեցիներից մեկը։ Իրենք այդ դու հանդերձ լինելով քրիստոնյա աշխարհի մաս, այն ժամանակվա կարելի ասել եվրոպական միության մաս, Կիլիկիան կարողացավ միջնորդ լինել մոնղոլական կայսրության եւ Եվրոպայի միջև։ Այսինքն միջնորդ լինել չի նշանակում դաշնակից չլինել։ Միջնորդը նշանակում է ավելին, քան դաշնակիցն է։ Դաշնակցային քո ստատուսով հանդերձ դու կարողանում ես նաև խնդիրներ լուծել։ Եվ մենք մշտապես այդ դերը կատարել ենք արևելքում մահմեդական երկրները, մենք այն եզակի ժողովուրդներից մեկն ենք, որ մահմեդական երկրների մեջ ենք ապրել արդեն 300 տարի, Մահամեդից սկսած իրավունքներ ենք ստացել։ Եվ դա խոսում է մեր իմաստության մասին, որ մենք ոչ թե, այսպես ասած, խաչակրած պատերազմների ենք դուրս եկել, այլ հենց մեր շահերի համար, եթե պետք է եղել պատերազմել ենք, եթե պետք է եղել դաշնակցել ենք նույն մոնղոլների հետ եւ կարողացել ենք երկիրը պահպանել։ Հիմա նույն վիճակը այսօր է, այո, այսօր աշխարհը շատ այսպես վերիվարումների մեջ է եւ թվում է թե հիմա մենք պետք է մոռանանք թե ինչ տարածաշրջանում ենք, բայց մենք այստեղ ենք ապրելու, չէ՞։ Այստեղ ենք ապրելու եւ դա մեր համար Իրանի տարածքային ամբողջության գոյությունը եւ այլն գլխավոր խնդիր է, որովհետեւ դա մեր երաշխիքներից մեկն է մեր չեզոքացման տարբեր ուժերի իրար։ Այդ չի նշանակում, որ մենք տարբերություններ չունենք նույն Իրանի հետ։ Նրանք, ասենք, Արցախի հարցում իրենց բռնած դիրքը անընդունելի է մեր համար եղել, ինչպես եւ անընդունելի է եղել Իսրայելի մասնակցությունը, օգնությունը Ադրբեջանի պատերազմի ժամանակ, բայց մենք պիտի կարողանանք այս իմաստությունը ունենալ, որտեղ իմաստությունը խոսում է, երբ որ դու կարողանում ես բալանսավորել եւ ռազմաքաղաքական հավասարակշռություն ապահովել, դրանով է խաղաղությունը դառնում հնարավոր եւ կայուն։ Այսքանը Միջնորդ թե բանակ ներողություն միջնորդ թե դաշնակից հարցին ինչ։ Այստեղ ոչ թե պետք է հակադրել միջնորդը դաշնակցին, այլ երկուսը համադրելով մենք կարողանալու ենք այս տարածաշրջանում մեր կարևորությունն ու առաքելությունը մեծացնել։ Այո, եւ այն հանգամանքը, որ ասենք Հայաստանում արևմուտքը որոշել է դնել Միացյալ Նահանգները, ասենք արհեստական բանականության այս խոշոր ուղեղը, հա, ամբողջ տարածաշրջանային խոսում են մասին, որ դու պիտի լինես այդ էկոհամակարգի տարածողը տարածաշրջանում, բայց դրա համար դու պիտի լավ հարաբերություններ եւ վստահություն ունենաս քո հարևանների հետ։ Պարոն Ջուգազյան, հերոստատիտողի հարցի մեջ կար այսպիսի ձևակերպում, այդ դեպքում ով պետք է հզորացնի Հայաստանը։ Ես նորից ասացի, որ դաշնակցային հարաբերությունները հենց հիմա ով է Արդյոք պետք է ինչ-որ մեկը հզորացնի Հայաստանը, իմ հարցը շարունակեմ։ Այո, դաշնակիցներ անհրաժեշտ են, այսօրվա աշխարհում անգամ Միացյալ Նահանգները փորձում է դաշնակիցներ ունենալ, այդպիսի հզոր երկիրը անգամ փորձում է, ասենք, Հորմուզում ունենալ ինչ-որ մի դաշնակից, որ իր հետ մասնակից լինի։
առավել եւս փոքր Հայաստանը պիտի դա։ Ովքեր ունեն ընդհանուր շահեր քո հետ ընդհանուր շահեր ունեն այսօր Հնդկաստանը, Ֆրանսիան, ունի Հունաստանը շահեր, պարզվում է, որ ընդհանուր շահեր կարող է լինի նաև հակաթուրքական ճակատում նույն Իսրայելը։ Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչով մեր շահերը համընկնելու է Իսրայելի։ Հետ են գալիս այդտեղ նորից ինչ է առաջարկում աշխարհին Հայաստանը, ինքնիշխան Հայաստանին, մեզ հետ մենք համարում ենք, որ շատ լավ կլինի եւ Հունաստան եւ Հնդկաստանի հետ։ Իսկ Հնդկաստանի համար, եթե մենք դեռ չենք ձևավորել, ինչպես դուք եք ասում, պետք է ձևավորենք մեր առաջարկը, մենք հետաքրքիր ենք թե ոչ։ Ակնհայտ առանց մեր ասելու էլ Հնդկաստանի ամբողջ վարկը, ռազմական համագործակցության պատրաստակամությունը, զենքերի տրամադրումը, Պակիստանի հետ ունեցած իր հակասությունները։ Ուրեմն ինչ-որ բան առաջարկել է Հայաստանը, թե պարզապես ինքնին, որ Հայաստանը կա, դա բավարար է։ Մենք կարող ենք ոչինչ, ոչ մեկին չառաջարկել։ Ես խոսում եմ այն մասին, որ անկախ իշխանությունից գոյություն ունի օբյեկտիվ պայմաններ։ Օբյեկտիվ պայմանները մենք նշեցինք։ Հիմա դրա երկրորդ մասը մեդալի դա սուբյեկտիվ նախաձեռնություններն է, որը տվյալ երկիրը պետք է անի։ Այդ սուբյեկտիվ նախաձեռնությունների մեջ դու պիտի կարողանաս խոսել քո շահերից, ոչ թե ասենք քամու ազդեցության տակ 180 աշճանի փոփոխություններ անես։ Շահերը, եթե որևիցե կողմի հետ համընկնում են, դու կարող ես դիվանագիտորեն հստակ ձևակերպել շահերի բախում, խոսել դրա մասին, իսկ եթե թշնամական վիճակի է հասնում հարաբերությունը, բնականաբար պիտի պատրաստ լինես պաշտպանվելու եւ կծելու։ Հիմա անկախ նրանից թե ով է այդ երկիրը եւ նախկինում ինչ լավ կամ վատ հարաբերություն ես ունեցել, որովհետեւ քո շահերը քո հիմնական այն շահերն են եւ այն առաքելությունը, որը տարածաշրջանում, ինչպես ասացի, պիտի ունենաս, դա միայն քո նեղ էգոիստական, այսպես ներկայությունը չի տարածաշրջանում, որտեղ մյուսները պիտի զգան, որ դու որոշակի դրական իմաստ ունես եւ առհասարակ դա շատ ավելի բարձր, այսպես ասած, իմաստ է բնության մեջ, երբ որ դու միայն քո համար չես։ Ես նորից մի փոքրիկ մեջբերում ներկայացնեմ հայտարարությունից ԱԺԲ-ի։ Ազգային ժողովրդական բևեռը որոշել է մասնակցել ընտրություններին Հայաստանի Հանրապետության զարգացման նոր քաղաքական ուղի, այս նոր քաղաքական ուղու մասին ենք խոսելու, որն է դա, եւ այնուհետեւ երկրորդ հարցը, որը շարունակում եմ, նոր քաղաքական ուղի կերտելու եւ պետական համակարգի ձևավորման վրա ներազդելու համար, ոչ թե կերտելու վրա, եւ այսպես որն է այդ նոր քաղաքական ուղին եւ որը դուք կերտելու եք կամ չգիտեմ ինչ։ Տեսեք, ոչ թե մենք ենք կերտելու, այլ աշխարհը հիմա նոր քաղաքակրթական դարաշրջան է մտնում, 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանը։ Առաջիկա 10 տարվա մասին խոսում են, որ ընդհանուր համաշխարհային արտադրության հնարավորությունները հավելյալ արժեք ստեղծելու 10 անգամ աճելու են։ Շնորհիվ հենց այս արհեստական բանականության։ Այսպիսի բան պատմության մեջ մի քանի 100 տարին մեկ է լինում։ Եվ սրա մասին ոչ թե խոսում են ինչ-որ պատահական մարդիկ, այլ հաջողած մարդիկ, հաջողակ կորպորացիաների մարդիկ են խոսում, որը ռոբոտիզացիայի այդ հնարավորություններով արտադրության հնարավորությունները կտրուկ մեծանում են։ Օրինակ մեր կյանքում տեսնեք, չէ, ավտոները, որոնք որ մտնում են մեր կյանք, կենցաղ, այդ էլեկտրոնային ավտոները ինչքան խելացի ավտոներ են, բայց դա միայն ավտոները չեն, չէ, դրոններն են այդպես, արտադրությունները խելացի դառնում եւ այլն։ Այս վիճակում պիտի մասշտաբային տեսլական ունենա երկրի առաջնորդությունը։ Ով էլ գա իշխանության, պիտի այդպիսի մասշտաբի խնդիրների մասին խոսի։ Հայաստանը ունի 2-ից 3 միլիոն, ասենք բնակիչ այսօր, տատանվում է, չէ՞, չգիտենք վերջնականի ճիշտ թվերն թե չէ։ Եվ խոսվում է Նիկոլ Փաշինյանը, ասում է լավագույնս 2050 թվին, եթե 5 միլիոն ունենանք, դրանով մենք կայուն ինչ որ տնտեսական վիճակի ենք գալու եւ այլ։ Չեն գալու, որովհետեւ մեր կողքի երկրները շատ ավելի տասնյակ անգամ մեզանից մեծ բնակչություն ունեն եւ կլանելու այդ ցանկությունը ոչ մեկի չի վերացել։ Ազդելու թե տնտեսական կլանման, թե այլ, ասենք թշնամիները ոչ թե տնտեսական, այլ փորձում են նաեւ կլանել քո ինքնությունը։ Հիմա նոր քաղաքական ուղին ենթադրում է նոր քաղաքակրթության մասշտաբով տեսլական։ Այսինքն դու քո ժողովրդի համար ոչ թե հնարում ես, որ այդ հնարավորությունը կա, այլ ասում ես, եթե մենք այո 10 տարվա ընթացքում կարողանանք
թամբել այս նոր հեղափոխությունը տնտեսական, իսկ մենք այս գործարանով հնարավորություն ենք ստանում թամբելու դա, տարածաշրջանում լինելու առաջնորդ է դրա։ Մեր արդյունավետությունը, մեր միջին հայաստանցու արդյունավետությունը աճելու է տասնյակ անգամներ, այսինքն միջին մեր քաղաքացին մերձավոր արևելքի միջին բնակչից 10, 20, 30 անգամ կարող է ավելի արդյունավետ լինել։ Այդ նշանակում է ոչ թե 2 միլիոն բնակչություն, այլ 50 միլիոն բնակչություն։ 50 միլիոնը դա այն թիվն է, որով դու կարող ես այս ամբողջ տարածաշրջանում երկար ժամանակ կայուն եւ տնտեսություն ունենալ, եւ անվտանգություն ունենալ, եւ կրթություն ունենալ, եւ առողջապահություն, եւ հələ մի բան էլ տարածաշրջանին օգուտ տաս։ Այս մասշտաբը, որի մասին խոսում ենք, պերաշկի ուտելով չես կարող անել։ Հասկանում եք, մասնագետներ են պետք։ Այդ մասնագետները կան մեր քաղաքական ուժի մեջ եւ այսօր չեն ձևավորվել։ Տարիների ընթացքում ապացուցել են իրենց գործերով, որ իրանք մասնագետներ են դիվանագիտության մեջ, ռազմաքաղաքական գործերի մեջ, արհեստական բանականության մեջ, մշակույթի մեջ։ Հասկանում եք, այս ամեն ինչը պետք չի ներկայացնել, որ մի օրում է ձևավորվել։ Մի խոսքով դուք ասում եք, եթե ազգային ժողովրդական բևեռը կարողանա տվյալ դեպքում մուտք գործել ազգային ժողով եւ ազդել այն որոշումների վրա, որոնք ունենալու են համազգային կարևորություն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Գարեգին Չուկասյանի հետ էինք զրուցում, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։